Կարճ խնդրում եմ այդ դեպքում ներկայացրեք ինչ փոփոխություն է ոչ էական կատարվել։ Ոչ էական էլի եմ ասում, Կամ էական չգիտեմ։ բովանդակային առումով կարծում եմ բավականին էական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես սահմանափակումները ամսական, եռամսյակային եւ տարեկան տոմսերից հանվել են ուղևորությունների սահմանափակումները ըստ նախագծի, ինչպես նաեւ էական գումարային ավելի մատչելի տարբերակներ են Որքան մասով առաջարկել։ Միջին հաշվով մեկ ուղևորություն ինչքան է լինելու։ Եթե չեմ սխալվում 11,000 դրամ ամսական, որը սահմանված էր եւ 10,800 համապատասխանաբար հիմա սահմանվել է 9,000 եւ 8,800, 25,000 եւ 24,800-ը սահմանվել է 24,000 եւ 23,600։ Այդ 200 դրամները ինչ է անում։ Այդ 200 դրամները ֆիզիկական գրիչից եւ էլեկտրոնային գրիչից օգտվելու տարբերությունն է, քանի որ մենք ուզում ենք խրախուսենք, որպեսզի էլեկտրոնային միջոցներով մարդիկ շրջանառությունը իրականացնեն եւ նաեւ, չգիտեմ, այդ քարտերի վրա պլաստիկ չծախսվի, լրացիչ աշխատուժ չկա։ Այդ 200 դրամն է կոմպենսացիոն լինում։ Դա կոմպենսացիա չի, դա խրախուսական միջոց է, որի պարտավորությունը մենք առհասարակ չունենք, բայց որպես խրախուսման միջոց դրել ենք եւ եթե այդքան շատ նշվում է, որ տոմսի անգամ 10 դրամի փոփոխությունը գումարի մեջ դա շատ դրամատիկ է լինում, ըստ այդմ 200 դրամներ որպես խրախուսման միջոց պետք է լինի բավականին էֆեկտիվ։ Ասիկ 9,000, եթե եկեք վերցնենք այն տարբերակը, որով ամենամատչելին կարա հասանելի լինի քաղաքացուն, վերցնենք էլեկտրոնայինները 8,800, 23,600 եւ 88,000 տարեկան։ Հասկացա։ Դրանով մոտավոր ինչքան է լինում։ Ուղևորությունների քանակից, քանի որ ուղևորությունները անսահմանափակ են այդ բոլոր դեպքում, ըստ այդմ ուղևորությունների քանակից կախված նոր դուք հնարավորություն կունենաք մի ուղևորափոխադրման թիվ։ Այսինքն այդ երամսյակը չկա, օրինակ 11,000 դեպքում։ Այդ 11,000-ը որ դարձել է 9,000։ 11-ին չէ դարձել։ 10,800-ը դարձել է 8,800։ 800։ Ֆիզիկական գրիչով այո 11,000 Այդ 9,000-ի դեպքում ինքը քանի երթ է կարող անցնել։ Անսահմանափակ։ Ընթացքում անսահմանափակ։